Նիկոլ Փաշինյանը մի խնդիր է լուծում Նիկոլը, սեփական վերարտադրության խնդիրը ցանկացած գնով, կլինի ՄԱԿ-ի ամբիոն, կլինի Ստրասբուրգ, կլինի Հայաստանի ազգային ժողով, կլինի Մալիշկայի ամենահեռավոր բնակավայրը, կլինի ես չգիտեմ Մարտունու ամենահեռավոր գյուղը, ինքը մեկ խնդիր է լուծում, ինչ ասի, ոնց անի, էլ ոնց ֆռացնի, էլ ոնց խափի, էլ ոնց ասֆալտ ուտացնի, էլ ոնց ֆեյք խաղաղություն ուտացնի, էլ ոնց այստեղ գա իբր անհամաձայնություն հայտնի Ալիևի սլենգին ընդեղ գնա ասի օքեյա որևէ պրոբլեմ չկա, որպեսզի 26-ին ապահովի իր վերարտադրությունը, այլապես աբսուրդ է, չէ, գնալ կանգնել ՄԱԿ-ի ամբիոնում եւ ասել, որ ես փոխելու եմ Հայաստանի սահմանադրությունը, եթե վերընտրվեմ Սկակովը չորտը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել Հայաստանի սահմանադրության մասին, ում ա դա պետք, Լաոսի, Պապուա Գվինեայի կանիբալին ա դա պետք, Կամբոջայի, թե Մադագասկարի, չէ, դա մեսիջա ուղված Ալիևին ու Էրդողանին, որ վերընկած էր Ալիևը ընդեղ դահլիճում, որ մի բան արեք, ապահովեք իմ վերընտրությունը, այլապես որ ընտրվեց որևէ մեկ այլ մարդ, Հայաստանի սահմանադրությունը չի փոխվելու եւ դուք ձեր բաղձալի երազանքը Հայաստանի սահմանադրությունից հանել անկախության հռչակագիրը չեք ստանալու։ Հիմա եկեք չքննարկենք Նիկոլին, եկեք քննարկենք ինչ պիտի անի անտի-Նիկոլ ճամբարը, որպիսի Նիկոլ Փաշինյանը չհասնի 26 թվականի ընտրության, որտեվ եթե հասավ, մենք տեսանք ընդամենը ամսի 28-ին Մոլդովայի օրինակը, թե ինչպես բոլոր ընդդիմախոսներին կալանավորելով, լցնելով բերդերը, փակելով ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ, արևմտյան դրածով սանդուն վերընտրվեց, նույնը լինելու է Հայաստանում, բոլոր նրանք, ովքեր ասում են, դե նոր ուժ կբացենք, դե նոր մարդիկ կբերենք, այս կանենք, այն կանենք, քվեարկություն, կլասիկ իմաստով ընտրություն չի լինելու, որ դուք դասական ընտրական կանոններով պատրաստվում եք ընտրության, չի լինելու, ուստի եւ այս մարդուն պիտի հեռացնել մինչեւ 26-ը, այլ գործիք մեր սահմանադրությամբ հեռացնելու, քան իմպիչմենտն է, չկա, եթե կա, բերեք դրեք սեղանին, ասեք, չէ, այս ավելի արդյունավետ գործիք է, ես էլ գամ ձեր կողքը կանգնեմ եւ գնանք այդ ավելի արդյունավետ ճանապարհով։